հենց իր թիմից է լինի, իր շրջապատի մարդկանցից, տեսնում ենք, որ ինչ-որ վերադասավորումներ են թիմում, ինչու գնացած ձեզ Ալեն Սիմոնյանը։ Ճիշտ ասած չգիտեմ ինչի գնաց, բայց երևի շատ տխուր գնաց, որովհետև ինչքանով ես տեղյակ եմ, ինքը դերևս ցանկություն ուներ մնալ նույն պաշտոնին, բայց իրեն այդ ցանկությունից զրկեցին, ինչ որ սխալներ էր եւի գործել, ինչի համար զրկեցին, կամ չեմ բացառում, որ իր համար նոր պաշտոն են նախապատրաստում, ես չէի բացառի, որ կարող է իրեն որպես դեսպան ուղարկեն օրինակ Ռուսաստանի Դաշնություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մատվիենկոյի հետ ինքը բավականին լավ հարաբերություններ ունի, եւ հույս ունենալով, որ այդ հարաբերությունները կարող են բերել նրան, որ Երևանն ու Մոսկվան այդ ճնշումը եւ այսօրվա այդ լարվածությունը, որը արկա է, կարող են իջեցնել։ Բայց Մոսկվան արդյունքներին կարծես չի հավատում, անավանդ որ վերջի շրջանում տեսնում ենք, որ այս դիրքորոշումը Ռուսաստանի բավականին հստակ է եւ որևէ ձև չեն թույլատրում այս ճնշումները, նաեւ տեսնում ենք նույն ինքը Զախարովան ԱԳՆ մակարդակով ինչպես են անդրադառնում եւ չեն մոռանում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հենց Ռուսաստանի վերաբերյալ։ Տեսեք, ինչն է հետաքրքիր Ռուսաստանի պարագայում, որ այո, ճիշտ եք ասում, իհարկե արդյունքների իրենք չեն նայում եւ այլն, բայց մյուս կողմից տեսեք, այսօր Գուրգեն Արսենյան, թե Արսեն Գուրգենյան, մի շխառնում եմ, ճիշտ Արսենյան։ Հա, ինքն է ժամանակին նման հակառուսական հայտարարություններով բավականին հայտնի կերպար էր, նաև եթե չեմ սխալվում, իր մասին կային տեղեկատվություններ, չգիտեմ որքանով է դա համապատասխանում իրականությանը, որ 90-ականներին Ռուսաստանում կրիմինալ սեգմենտի հետ համագործակցել է, ճնշում է իրականացնել այդ թվում մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, գումար է իրենցից պարտադրել, չգիտեմ որքանով է սա համապատասխանում իրականությանը, բայց այնուամենայնիվ այդ մարդուն իրենք ընդունեցին Եվ ինչու պետք է բացառենք, որ Ալեն Սիմոնյանի նման կերպարին կարող են չընդունել։ Դուք ձեր խոսքում անդրադարձաք, թե ինչպես իրենք հասան նրան, որ թեմաներ, որի մասին դուք բարձրաձայնում եք, այս իշխանությունները իրականում ինչ, այսպես ասենք, ծրագրերով, պլաններ են ունեցել, դրա հետևանքով դուք այսօր հայրենիքից դուրս եք եւ չեք կարողանում վերադառնալ հայրենիք։ Դերակատարումներից մեկը ունեցել է Լիլիթ Մակունցը, իմիջիայլոց հատկանշական է, որ ինքը Մակունցը չի վերցնելու մանդատը։ Ես կխնդրեմ եւս մեկ անգամ Էլիսանին հիշեցնել ով էր Մակունցը, ով էր Արմեն Գրիգորյանը եւ իրենք ինչ նպատակ էին հետապնդում։ Արմեն Գրիգորյանը եւ Լիլիթ Մակունցը այն գլխավոր կերպարներն էին, ովքեր իրականացնում էին իշխանապողությունը 2018 թվականին, հեղափոխության գլխավոր կերպարներն են, իրենց կերպարը ես չէի ասի, որ ավելի քիչ էր, քան Նիկոլ Փաշինյանի կերպարը, որովհետև բավականին մեծ ազդեցություն իրենք ունեն ոչ միայն թիմում, այլ նաև դրսում, բավականին խորացված հարաբերություններ ունեն արևմտյան պետությունների հետ, հատկապես Միացյալ Նահանգների հետ, դրա համար բավականին ազդեցիկ իրենք ֆիգուրներ էին եւ շարունակում են մնալ ազդեցիկ Եվ կարծում եմ, որ Լիլիթ Մակունցի համար ինչի ինքը հրաժարվեց այդ պատգամավորական մանդատից, որովհետև դա այն նպատակը չի նմանատիպ կերպարի համար, ինքը ել ավելի մեծ նպատակներ ունի եւ եկեք սպասենք տեսնենք թե ինչպիսի պաշտոն ինքը կստանձնի, որովհետեւ չեմ բացառում, որ շատ ավելի մեծ պաշտոն կարող է ստանալ։ Հիմա չեմ կարող ասել ինչպիսի պաշտոն, բայց չեմ բացառում, որ ավելի ազդեցիկ է լինելու այն պաշտոնը, որ ինքը կարող է ստանձնել, իսկ Արմեն Գրիգորյանը շարունակում է մնալ այն նույն պաշտոնի, որը ինքը դեռևս 2018 թվականին է ստանձնել, եւ երևի հարմար պաշտոն է եւ թույլ է տալիս իրեն վերահսկել իրավիճակը ինչպես թիմում, այդպես էլ հարաբերությունները արևմուտքում։